Քանի որ շատ խոսեցիք պետական պարտքից, երեք օրինակ այստեղ էլի ձեր մասնագիտությամբ կարծես թե դոկտոր կա, որ ասեց, որ օրինակ այս 1.4 միլիարդ դոլարի զենք որ առել եք, դա նույնն է, որ 10 տարի առաջ 200 միլիոնի ենք առել։ Հիմա այդ նույն տրամաբանությանը, եթե դուք համաձայն եք ու խոսում եք պետական պարտքից, կարանք ասենք, որ այդ դեպքում 14 միլիարդ դոլար էս բային պարտքը հավասարազորա 10 տարի առաջվա 2 միլիարդ դոլար պարտքի եւ հետեւաբար մենք քչացրել ենք մեր պարտքը։ Էսա կասեմ, ու մեկը քանի որ շատ է խոսում, ես կարող եմ թվալ տենց շուտ պրիմիտիվ, ասած շատ եմ երկիցանքի չեմ վերածում էլ, բայց քանի որ պետական պարտքը գալիս են տարբեր բանաձևերով, բաժանում են ծնված, չծնված երեխեքի քանակով բան ասում, այսքան պարտք ունի, կարող եք ասել մի հատ երկիր, կոնե վերջին 40 տարում, որ պետական պարտքը չի տվել, իր այդ ինչ ա եղել։ Ես օրինակ ասում կարող եք ասել մի երկիր։ Պարոն Ֆարմանյան, դուք մի հիմա մտեք հարցը կավարտի։ Չլսեցի ոք։ Այդտեղ բարձ բան կա, ականջակալ կա, եթե չի լսում, այն ձախ կողմի վրա, հա։ Ներքևում ականջակալ կա, կարող եք։ Ասում կարող եք ասել մի երկիր, որտեղ ցենց շատ է էլի, տենց ինչ որ սարսաբան է ներկայացում ես պարտքը, կարող եք ասել մի երկիր, որ պետական պարտք է վերցրել, չի տվել ու ինչ ա եղել։ Ուզում եմ նաև մեր հասարակությունը էս իմանա, էլի, ասենք, չգիտեմ, այդ միջազգային բանկերը զորք են հավաքում, Էդմոն Մարուկյանը ասած գալի կառավարության շենքերն են գրավում, թե օրինակ Հայաստանի դեպքում էլի սարկազմով իհարկե ասում, բայց չգիտեմ, սահմանները բացում են 300,000 ադրբեջանցիներ են գալու, ինչ ա լինելու, որ այսքան ասում եք, այսքան պարկ։ Ուզում եմ անկեղծ հասկանամ, տենց մի հատ երկիր կա, որ պարտք ա վերցրել, չի տվել ու ինչ ա իր այդ լինում, էլի։ Նախ սկսեմ առաջին հարցից, եթե խոսում ենք պետական պարտքի ավելացման մասին, ճիշտ հասկացա, որ ասեցիք նախորդ տարիներին ավելի քիչ էր, հիմա ավելացել է, հա։ Զենքի։ Ուրեմն այսպես ասեմ, նախ ընդհանրապես պետական եկամուտները, երբ նայում ենք ավելի հետ գնանք 98 թվական, 99 թվական, դրանք միշտ աճի տենդենց ունեն։ Այլ բանի մասին է խոսքը։ Ես ասում եմ, մենք մեր տնտեսության մեջ ունենալու ենք պետական պարտքի կայուն կառավարելիության խնդիր։ Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչ է տեղի ունենալու, գուցե սնանք հայտարվի երկիրը։ Եվ դե հիմա եւ արդեն դուք ենթադրեք։ Հիմա մարդու վրա օրինակը բերենք։ Եթե մարդը գործարար է, ունի շատ պարտքեր եւ չի կարողանում սպասարկել։ Պարոն Գաբրելյան, ինչ է տեղի ունենում այդ պարագայում, նույնը պրոյեկտեք պետության վրա։ Արձագանք։ Շատ լավ, դրա համար էի հարցնում, որ արդյոք վերջին օրինակ, չգիտեմ, 40 տարում տենց մի հատ դեպք գիտեք, որ պարտք ա վերցրել պետությունը, չի տվել ու այդ երկրին սնանք են ճանաչում, հասկանալ որ քաղաքացիները, որ այդ լուրը կարդում են ընդդիմադիրների, որ այ ամեն ծնված երեխայի վրա կա այսքան $1000 պարտ, տրամաբանական հարց տա, ասի, օրինակ, չգիտեմ, որ չտամ տենց համաշխարհային ԴՀԿ ծառայություն կա, որ գալու է, օրինակ, չգիտեմ, ինձանից վերցնի, ունեմ ժամանակ բանկում։ Ձեր հետ չեմ։ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պահպանել լռությունը։ Դա այդ էի ասում, կա տենց մի հատ օրինակ, որպեսզի նաև կոպիտ ասած գլխի գալիքը իմանա այս ժողովուրդը, որ այսքան սենց սարսափացնում եք, ասում եք այսքան պարտք ունես, կարող է պարզվի, որ վերջում հա դե ասում դե չի լինի վիճակն լինի։ Հիմա չեն կարող, չի ստացվի, չեն տա։